Բենզինի վաճառքով զբաղվող տնտեսվարողները պահանջում են վերանայել Երևանում բենզալցակայանների տեխնիկական անվտանգության նորմերի պահանջները։ Խրյուշովի ժամանակվանից ընդունված համապատասխան պահանջներ ունեն այս պահին գործում։ Բայց դրանից հետո վառելիքի կազմվածքում անցել է, չգիտեմ, 70 տարի, 60 տարի։ Վառելիքի կազմվածքով տեղի ունեցել համապատասխան փոփոխություն, որը ինքը բենզինը դարձրել է ոչ պայթյունավտանգ նյութ։ Ֆակտոր TV-ն անդրադարձել էր բենզալցակայանների գործունեությանը եւ պարզել, որ մի քանի տասնյակ բենզալցակայաններ խախտում են անվտանգության նորմերը եւ չունեն գործունեության թույլտվություն։ Իրավախախների շարքում հայտնի ընկերություններ են CPS, Ranoil, Flash, Maxoil, Camoil, Avra եւ այլն։ Հայաստանում քաղաքաշինության նորմերով սահմանված է, որ հեղուկ վառելիքի ստորգետնյա պահեստարանների հեռավորությունը մինչեւ բնակելի եւ հասարակական շենքերի պատերը պետք է լինի նվազագույնը 25 մետր։ Ստորգետնյա ամբարները պետք է լինեն երկպատ կառուցվածքով կամ պաշտպանիչ պատով եւ այլն։ Քաղաքակիրթ աշխարհը մշակել է նոր նորմեր, նոր պահանջներ, նոր օրենսդրության պահանջներ, որոնք որ համապատասխանում են այսօրվա վառելանյութի հրդեհավտանգության, պայթյունավտանգ լինելու, չլինելու հանգամանքին, որոնցով որ կարգավորվում է։ Ես պատրաստ եմ անվտանգության բոլոր հարցերը լուծեմ, բայց 25 մետր հեռավորություն պետք է լինի տվյալ տեղից, նշանակում է ամեն մի կալոնկեն պետք է ունենա 3000 քառակուսի մետր հող։ Իսկ այն ժամանակ օրինական թույլտվությամբ մենք կալոնկեքը ունենք։ 2024 թվականին անվտանգության նորմերը վերանայելու հարցով տարբեր ատյաններում քննարկումներ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները եւս համաձայն են, որ նորմերը պետք է լրամշակվեն։ Փաստացի կառուցված բենզալցակայանների կամ ընդհանրապես լիցքավորման կայանների մի զգալի մասը Երևան քաղաքում չի համապատասխանում այն նորմատիվներին, որոնք կան։ Տեխնիկական որոշակի պահանջներ, որոնց փաստացի իրականացումը անհնար է։ Ասենք օրինակ նշված է, որ պետք է լինի բենզալցակայանում 2 հատ հիդրանտ, այդ որից որ ջուր է հոսում, որ հրդեհի ժամանակ այդ 2 հիդրանտներով որոշակի քանակությամբ ջուր ապահովի, բայց տեխնիկապես Երևան քաղաքում այդ ճնշմամբ, այդ թողունակությամբ ջուր անհնար է ապահովել, ստացվում որ մենք ունենք պահանջներ, որոնք անիրատեսական են։ Նոր քննարկման արդյունքը այն է եղել, որ եկել ենք կոնսենսուսի, որ ամեն դեպքում պահանջների վերանայման ու նորմատիվների վերամշակման հարց կա։ Ներքին գործերի նախարարությունից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են եւ նախագիծը լրամշակվում է, թե որ պահանջներն են փոխվելու, ինչ կթույլատրվի բենզալցակայաններին, դեռ հայտնի չէ։ Կարող է մշակվեն պահանջներ, որ պարզվի, որ բենզալցակայանին մի ավելի մեծ մասը չի համապատասխանում, որովհետեւ օրինակ իրանք բերում են միջազգային փորձ, որտեղ ենթադրենք իտալական կամ ֆրանսիական որևէ քաղաքում բենզալցակայանը շենքերի կպած է, բայց այդտեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք էլ եմ ասում մասնագիտական որոշման տիրույթում են։ Մինչ անվտանգության նորմերը փոփոխվեն, ընդունվեն եւ սկսեն գործել, Երևանում հիշեցնենք մի քանի տասնյակ բենզալցակայաններ գործում են խախտումներով եւ առանց թույլտվության։